Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր ապրիլի 6։ Եվ Տերը թագավոր կլինի բոլոր երկրի վրա, այն օրը մեկ կլինի Տերը և նրա անունն էլ մեկ։ Զաքարիա 14-9 խոսք։ Ինչ օրհնյալ հեռանկար է սա։ Սա ոչ թե խանդավառ երազանք է, այլ անսխալական խոսքի հռչակում։ Եհովան պիտի ճանաչվի բոլոր ազգերի մեջ, և նրա ողորմած թագավորությունը պիտի ընդունվի ամեն մարդկային ցեղի կողմից։ Ցավոք այսօր դեռ այդպես չէ։ Ուր են նրանք, որ խոնարհվում են մեծ թագավորի առաջ, որքան ապստամբություններ դեռ կան, որքան տերեր ու կուռքեր կան երկրի վրա, նույնիսկ իրենց քրիստոնյա անվանողների մեջ ինչպիսի տարբեր կարծիքներ կան Տիրոջ և նրա ավետարանի վերաբերյալ։ Մենք չենք կենտրոնանում, թե երբ է սա տեղի ունենալու, որպեսզի չկորցնենք այն մխիթարությունը, որը գալիս է այն վստահությունից, որ դա անպայման տեղի կունենա։ Ինչպես Սուրբ Հոգին խոսեց իր մարգարեների միջոցով, այնպես էլ վստահ է, որ ամբողջ երկիրը կլցվի Տիրոջ փառքով։ Տեր Հիսուսը ապարդյուն չմահացավ։ Աստծո Հոգին ապարդյուն չի ներգործում, մեր երկնային Հոր հավերժական ծրագրերը չեն խափանվելու։ Այստեղ, որտեղ սատանան օդի իշխանն է, Տեր Հիսուսն է թագավորելու, մեր Տեր Աստված ամենակարողն է թագավորելու։ Ուրեմն, եկեք հավատքով զորացած սկսենք մեր ամենօրյա գործունեությունը և պայքարը։